Այսօր Շիրակի մարզի Աշոտսկի տարածաշրջանի մի քանի համայնքների բնակիչներ հավաքվել էին Աշոտսկ գյուղի կենտրոնում եւ պահանջում էին, որպեսզի գյուղնախարար Սերգո Կարապետյանը այցելի Շիրակի մարզ եւ լսի իրենց խնդիրները։ Այսօր առավոտյան կաթ մթերող մի քանի ընկերություններից գյուղաբնակներին տեղեկացրել են, որ ապրիլի 1-ից իջեցրել են կաթի մթերման գինը եւ 1 լիտր կաթն այսուհետ գյուղացիներից գնելու են 150 դրամով նախկին 170-ի փոխարեն։ Սա առաջացրել էր Աշոտսկի տարածաշրջանի մի քանի համայնքների բնակիչների զայրույթը, նրանք ցանկանում էին փակել միջպետական ճանապարհը։ Ապրիլի 1-ով կաթի իջեցում Աշոտսկում, էնել ցավը տանեմ, հələ մի հատ նկարեք, ես մետր ու կես հələ ձուն կա, մետր ու կես հələ գետնի վրա ձուն կա։ Ինչ թանկացման մասին է խոսքը։ Պետական ջերմուկը խանութում կես լիտրը 150 դրամ է, բայց մեր մի լիտր կաթը 150 դրամ, հմ ջերմուկի համար են շատ տանջվել, թե մենք մեր կաթի համար։ 70-ից 120-ը ի վնաս ժողովրդին է։ Եթե կարան թող վարկերս առեցնեն, եթե չէ թող ստիպեն մտերողներին կաթի գինը թողեն նույնը։ Այն վերիս վար թալանջի գյուղնախարար ունի։ Մի օր մեկ էլ իմանա Ղուգասյան կա, այդպես շրջան կա, չկա։ Չենք դե ժողովուրդ տեսել եք դուք գյուղնախարարից դե։ Մի անգամ տելեզով տեսել եմ Թորինարը բազաները գֆրար կարտոլ քաղաքել իշքեն։ Կաթը 5 դրամ գիշնիր, 10 դրամ գիշնիր, հուլիս ամսի մեջը գիշնիր 5-10 դրամ հասկացանք։ Հիմա ապրիլի 1-ին եկե կաթի գինը 10 դրամ գցենք, 20 դրամ գցենք, ես չգիտեմ ինչ բանել, նոր։ Հələ կաթը չէ, շադացե, բանը չեղի, հորթերը կուտեն կաթը։ Ըստ դժգոհող գյուղաբնակների կաթ մթերող ընկերությունները ինքնակամ են գնացել այդ քայլին։ Առանց գյուղացու կարծիքը հաշվի առնելու 20 դրամով իջեցնում են կաթի գինը այն պարագայում, երբ նույն այդ մթերող ընկերություններն իրենց արտադրանքի գնի նվազման չեն գնացել եւ ուստի ունեն մտավախություն, որ ամռան ամիսներին կաթի մթերման գինը կիջնի 100-ից 110 դրամ։ Կաթի մթերման շուկայում վերահսկողություն չկա, պնդում են գյուղացիները։ Գյուղնախարարությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւս այս հարցում անգործության են մատնված, ու դա այն պարագայում, երբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը դեռ ամիսներ առաջ հայտարարեց, թե կաթի գնի իջեցումը բացառված է լինելու։ Եթե մենք ունենք վարչապետ, ունենք նախագահ, կա հայտարարություն, այդ կազմակերպությունները իրանք ինքնագլուխ ինչի՞ այդ բաներ որոշեն, այս ժողովուրդը մեղ չէ։ Էլնորն է, Մարյանան է, Աշտարակատն է, Իդիտն է, բոլոր այդ կազմակերպությունները մեկը մեկին նայելով փոխադարձ պայմանավորվածության են գալիս եւ մեջից գները իջեցնում են։ Միայն այսօրվա վիճակը չէ, եթե այսպես շարունակվավ, նրանք վաղն էլ իջեցնեն, ես են կարծին եմ որ մոտարապես մինչեւ կաթի գինը իջեցնեն, հասցնեն 100-110 դրամին եւ սրանք ստանում են բացարձակ կերշաուց։ Հա, մեզ են հայցուն գտանին, թող խանութներներ, նույն ապրանք գտեն ժողովրդի համար։ Եթե մեզ են հայցունով գտանին, թող մածուն իծնեն, պանիր իծնեն, մնացեք մտերքները։ Հավաքված համայնքաբնակների դժգոհությունը ընդհանրական բնույթ էր կրում, այն որ այսօր գյուղացին հայտնվել է անելանելի վիճակում եւ մեղմ ասած գոյատևում է։ Նշում էին, որ չեն կարողանում վճարել բանկային վարկերի տոկոսադրույքները, անասնակերը գնում են թանկ գներով, հողագործությամբ զբաղվելն անարդյունք է, քանի որ վառելանյութն է թանկ, եւ գյուղացին իր եկամուտը ստանում է միայն անասնապահությունից, ինչից էլ փորձում են զրկել նվազեցնելով կաթի մթերման գինը։ Վրաստանում 6000 դրամ է բանը, կանեստերն բենզին է։ Ինչի՞ չի թողնում ես վրաստ, ես եկա հող ունի, պետք է տամ բշագեմ, առել եմ այդ հողերը, փողը տալեմ եմ, մասնավոր մարդուց հողը առել եմ, վարել եմ ես 10 հեկտար։ Ես այդ հողի վրա պետք է սալյարկա ծախսեմ, չէ։ Սալյարկեն ինչի ինձ չի թողնում տամոժնի դանցնեմ։ Թե մենակ իրաց նորդերի ու ճորտերի երեխեքներն են դեղ աշխատողները։ Ուրիշ մարդ չկա, Խաչատրյան Գագոյի կամ մեկ էլ բանի Սերժիկի, Պետրոսի, Պողոսի, այնտոց հետ լիզու բերան չես կդնեմ, մենակ իրանցն է էդիկ։ Չեն թողնի որ սալյարկեն 6000-ով ես 200-300 լիտր սալյարկա բերեմ իմ հարդու ապս վարեմ չանեմ։ Ինչի չեն թողնում, պատճառն ինչ է։ Մենք գյուղնախարար չենք դες, գալը մի հատ իմանա ինչը կաբրին, ինչը չեն ապրի, քաչալեն, քորեն, թոպալեն, անասունունին, սաղ դաշտերն այդ 1 հեկտարն վարած կա, սկան դաշտերը 1 հեկտարն վարած չկա։ Եթե իրանք հնարավորություն չունին, չեն կա այս բաները կազմակերպելն է, մենք կդիմենք Վրաստանին, դիամ մեզ մոդիկ, ավելի լավ, ավելի մոդիկ, ամեն ինչն է կրանք են է։ Համայնքաբնակները նշեցին նաև, որ իրենք չեն պատրաստվում ենթարկվել կաթ մթերող ընկերությունների ցանկություններին ու վաճառել կաթը էժան գներով։ Առայժմ հրաժարվում են աշխատել կաթ մթերող ընկերությունների հետ, մինչև վերջիններս վերանայեն կաթի մթերման գինը։
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից արձագանքելով գյուղաբնակների դժգոհություններին գալային փոխանցեցին, թե նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել աշտարակ կաթ, բանդիվան կաթ, իգիտ ընկերությունների հետ, առայն որ այդ ընկերությունները կշարունակեն գյուղացիական տնտեսություններից կաթ մթերել նախկին գներով։